Նադալ բալուս բոլորին։ Ուզում եմ հարցնեմ սենց հեռակայի մեջ։ Ոնց եք ազգային խայտարակներ։ Ոնց եք, լավ եք։ Հա։ Դուք չեք ամանչը։ Ուզում եմ դիմեմ այդ 10 եպիսկոպոս, արքեպիսկոպոսներին, դուք չեք ամանչեմ, ոստիկանական բլոկը, շիստոյը, չգիտեմ, սիձմոյ ածել, ԱԱՑ, ՊՊՑ, ԽՌՑ, ՑՑՑ, սաղով շրջապատված գնացել էիք ուր, Էջմիածին հորդորելու, որ կաթողիկոսին հրաժարական տա, հա, ուղարկեցիք կաթողիկոսին հանգստի, քո հետ եմ, հոգևորական կոչվող, փիլոն հագնող անձնավորություններ 10 հոգի ուղարկեցիք հանգստի, հա, չէ, բատես ոստիկաններով շրջապատված, քանիսը դուխ կանի հլնի էթա խոսքի չգիտեմ, Գանձասար, Շուշվա Ղազանչեցոց, կամ Դադիվանք, կգնաք, թե Նիկոլն ու Շուքուրզադեն չեն թողամ, ձեր արածը ձեր դուրն եկավ, դուք դարակ համազգային խայտարակ, այսինքն եկաք, ինչ-որ մրմնջացիք, ինչ-որ բարեր ձեր քթի տակ, ու հելակ գնացիք ժողովրդի ամեն ասած բարի տակ, բարերը կուլ տալով, հուդա, նզովյալ, ինչ ասես ասում էին ձեզ, բա ձեզ պետք էր, հարց ձեզ պետք էր, ու տենց ալինում բոլորի հետ, հարցս թե հոգևորականը չի, տենց ալինում բոլոր են մարդկանց հետ, ովքեր ուրանում են իրանց հաց տվողին, թքում են իրանց են ջերհորի մեջ, որտեղից ջուր են խմում, էլ եմ ասում, ստե հարցը կաթողիկոսը չի, դուք մտածում եք, ենքան ուղեղից թոփալ եք, դուք կարաք Նիկոլից ավելի Նիկոլն եք, ինչ արեց Փաշինյան Նիկոլը, առանց ոչ մի բան անելու, Նիկոլը մարզված սրիկայա, գաղութի պորնիկ, առանց մի հատ խառնվելու ձեզ մարալի փչացրեց, կամ 27-28 տարի դուք որպես հոգևորական ծառայում եք իմ և բոլորիս հայ առաքելական եկեղեցում, ճիշտ է, ճիշտ է, էդ ոնց է լավ 27-28 տարի, քանի տարի է Գարեգին բն կաթողիկոսա, դուք սենց ասմա ես տես բան չեմ տեսե, ես չգիտեի, որ Գարեգին երեխա ունի, որպես տարբերակ, լուր լրակյաց ծառայում եք, եկեղեցուն, ժողովրդին, ձևանալով գլուխներդ կախ հոգևորական, նվիրված լինելով իմ եկեղեցուն, ձեր եկեղեցուն, բոլորիս մեր առաքելական, հայ առաքելական սուրբ եկեղեցուն, բայց ձեր համար բավական էր, որպեսի ձեզ Նիկոլը մի փոքր ուշադրություն դարձեր ձեր վրա, դուք ինչ արիք, հելակ խոռոփեցիք են ջերհորի մեջ, կրկնում եմ 3-րդ անգամ, որտեղից դուք ջուր էիք խմում, բաժակով կամ ձեռքով, հելակ կծեցիք են ձեռքը, հա, կամ խփեցիք են ձեռքին, ձեր մեծամտության պատճառով, որը ձեզ հաց էր տալի, որը ձեզ, որպես ամենայն հայոց կաթողիկոս, իր լավ ու վատ կողմերով, տեր էր կանգնում, որը ձեզանից շատերին լիքը տեղատվե, հոգևոր սպասավորների մի քանիսին անտեսելով ձեզատեղ տվե, տեսակ, թաթանա չէ երկում, տեսակ ինչ եղավ, բա արժեր դուք, այդ խայտարակության համար դուք դարակ հմիս խոսքի չգիտեմ, ատենց պատված զրկված, ու դուք մտածում եք, հա, դուք պիտի երկրորդ, երրորդ անգամ փորձեք, ժողովուրդը չի գալու հավաքվի Էջմիածնում, հա, հավատացյալները, ինչու՞ չեն նաև հենց նույն Նիկոլ Փաշինյանին հավատացողներն ու աջակիցները, մարդ ինչքան էլ հավատա, հայը, ինչքան էլ հավատա, օրինակի ման եմ ասում, Նիկոլ Փաշինյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Վարդան Ղուկասյան, չգիտեմ, Ժիրայր Սեֆիլյան կամ քաղաքական լիդերների, ովքեր հայտ են ներկայացնում կամ արդեն Հայաստանի ղեկավար կազմի մեջ են, հայը ամեն պարագայում ինքը են
հետին խելքով միշտ մտածում է, լավ, ես եթում եմ ում դեմ եմ եթում, իմ եկեղեցու։ Իսկ եթե մի քիչ խելացի լինեիք, այլ ոչ թե շահամոլ, փառասեր, փառասիրությունը դա մեղք է, դա գրված Աստվածաշնչում։ Եթե դուք փառասեր չլինեիք, եթե դուք իրոք այդքան նվիրված հոգևորականներ եք, ոնց որ դուք եք ինքներդ ձեզ ներկայացնում, հա? Դուք ներքին կարգով, առանց Հայաստանի Հանրապետության ամոթել է ասել է քաղաքական իշխանությունների ջրաղացին ջուր լցնելու, ներքին կարգով, հա, այդ հարցը կլուծեիք։ Բայց այդ հարցը դուք չեք կարող ներքին կարգով լուծեիք, որտեղ այդ 10 եպիսկոպոսներից ոչ մեկը այդքան ворջ ուներ։ Վոր ասելով թափ, վոր ասելով դուխ։ Դե դուխով բառը ես չեմ սիրեմ, քանի որ ոմն պոռնիկի տղա է այդ բառն օգտագործում։ Դուխով, Ժորժ ջան։ Բայց դուք գնացիք Նիկոլ Փաշինյանի ճանապարհով։ Դուք ներքուստ աբիժնիկ լինելով Գարեգին Բ. կաթողիկոսից, ում ես էլ եմ կրկնում, որպես ֆիզիկական անձ ես կարամ չսիրեմ։ Կարամ չընդունեմ։ Բայց իմ համար, երբ որ ասում են Մայրաթոր Սուրբ Էջմիածին, որը հանդիսանում է մեր վեհարանը, Մայրաթորը հանդիսանում է մեր 3-4 կաթողիկոսական նստավայրերի համախմբման կենտրոնը, Պոլսո պատրիարքություն, Երուսաղեմի պատրիարքություն և ևս մեկ պատրիարքություն, մոռացել եմ ներող։ Դուք որոշեցիք դեմ գնալ ոչ թե Գարեգինին, այլ եկեղեցուն։ Էլ եմ կրկնում, կար տարբերակ։ Եթե դուք այդքան ազնիվ, մաքուր հոգևորականներ էիք, մաքուր, ձեր էությամբ, հրավիրեք, դիմեք վեհապառին, հրավիրեք եկեղեցական ժողով։ Իմիջիայլոց, իմ գովեստի խոսքերը Գարեգին Բ-ին 3 հոգևորականների զրկեց ժողովին մասնակցելու իրավունքից, բայց ես առավել ևս կգովաբանեմ Գարեգին II կաթողիկոսին, Գարեգին Բ-ին, եթե ինքը կարգալույծ հռչակի այդ հոգևորականներից բոլորին, ոչ միայն իրավունքից զրկելով ժողովների մասնակցելու, այլ ընդհանրապես շարքային նիկոլական, պեչատակ, խփի ճակատների ղրգի, ասի դե գնացեք ծառայեք ձեր տիրոջը, քանի որ հենց նույն Աստվածաշնչի մեջ գրած է, դու չես կարա 2 տիրոջ ծառայես։ Բայց ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, ով ինքն իրեն հռչակել է ձեր տեր ու տիրակալ, քանի որ դուք չոքել եք իր առաջ, դուք իր ձեռքը սեղմել եք, եպիսկոպոս, արքեպիսկոպոսներ, եւ իրան պրիզնատ եք եկել խազային տեր։ Վեհապար Հայրապետը ձեր հանդեպ նման վերաբերմունք չի ունեցել։ Ձեզ վերաբերվել է որպես հոգևոր եղբայրներ։ Տեղատվե դուք խոսեք, ժողովներին ձեր կարծիքը հաշվի առե։ Իսկ հիմա դուք ինչ դառաք։ Ձայնազուրկ, իսկ ձեզանից ոմանք չոլի չատլախի կարգավիճակ ձեռք բերեցին։ Դե ինչի արդյունքում, քանի որ դուք առաջնահերթ ուրացաք ձեր հոգևոր եղբայրների միասնականության պատգամը, երկրորդ դուք ուրացաք Միքայել Աջապահյանին, որ բանտարկված է, Բագրատ Սրբազանին, Պրոշյանին, եպիսկոպոս, դուք ուրացաք Արշակ Սրբազանին, որը Նիկոլը բանտարկեց թմրամիջոց 6 տարի առաջ մեկի ջեբը գցելու գործով։ Բայց որ խորանում ես, ասում է Լենինին է սպանել։ Բա։ Նիկոլ Փաշինյանի ֆանտազիան ոչ մեկ չունի։ Դուք առանց հասկանալու, որ դուք ցեխ եք շպրտում ու մեզ բոլորիս, այդ թվում նաև ինքներդ ձեզ, ստորացնում եք աշխարհի շատ ու շատ ժողովուրդների աչքի առաջ, որոնք դաժե հայի եղունգը չարժեն։ Դուք խաղալով հայի, մեկ էլ հայ առաքելական Սուրբ եկեղեցու ինքնասիրության հետ, առաջինը ստորացրեցիք ինքներդ ձեզ։ Ձեր պատասխանը ժողովուրդը տվեց Էջմիածնում։ Տվեց։ Ու դուք լսեցիք, այն որ պատասպարվելով ԱՑՑ-ի մեկ էլ միլիցեքի խմբակի մեջ, փախակ Էջմիածնից։ Որպես բորոտով վարակված Աստվածաշնչյան մեջբերում։ Հիվանդներ, դուք իրոք հիվանդ եք,
Դուք իրոք բուժման կարիք ունեք։ Եթե դուք արդեն տևական ժամանակ ծառայել եք հայ առաքելական եկեղեցում, հիմա ներկայանում եք որպես, չգիտեմ, ամենաբարձրակարգ հոգևոր բոլոր սկզբունքները պահած, պահպանած հոգևորականներ, բայց թելում եք Նիկոլ Փաշինյանի թելը, ով իմ ու ձեր ժողովրդին բաժանելա ճամբարների, սև ու սպիտակների, դուք չեք կարա կոչվեք հոգևորական։ Հոգևորը միավորում է, ոչ թե պառակտում է։ Հասարակ օրինակ աշխարհիկ կյանքից։ Երբ որ ցանկացած մարդ ընկնում է ինչ-որ մի դրության մեջ, որտեղ ինքը նեղն է, հա? Առաջնահերթ ցանկացած մարդ, ով քիչ թե շատ հավատում է Աստծո գոյությանը, հայացքա գցում երկինք։ Կներեք։ Իսկ երկրորդ կամա թե ակամա այդ մարդ իր հայացքն ուղղում է դեպի, եթե կա մոտակայքում եկեղեցի, դեպի եկեղեցին, ասում է Աստված ջան, օգնի։ Բայց դուք, լինելով իմ եկեղեցու հոգևորականները, դուք ձեր ձեռքով պղծեցիք ձեր են ողջ կենսագրականը, որը դուք սենց քար իրար վրա դնելով կազմակերպել ձևակերպել էիք։ Ու դուք մտածում եք այդքանից հետո դուք պիտի կարողանաք նայեք ձեր հոգևոր եղբայրների, հա, աչքերի մեջ։ Չնայած եթե Նիկոլ Փաշինյանի հոգեբանությամբ եք առաջնորդվում, դուք դա կարող անեք, առանց խնդիր ունենալու։ Եթե դուք հավասարվել եք Նիկոլ Փաշինյանի մակարդակին, ում համար չկան բարոյականության որևիցե չափանիշ, սկզբունք, հայեցի մտածելակերպ, եթե ձեր մեջ խոսում է մամոնին, հա, արձանին ծառայելու մոլուցքը, ամոթ է ձեզ հոգևորական կոչելը, ու ես հույս ունեմ վեհափառ հայրապետը ձեզ կարգալույց կհռչակի։ Երեք ասել եմ, մեկ էլ այսօր ասեմ, ձեզնից ոչ մեկ, չեմ ասում վեհափառին, ոչ մեկ հետույք և հետանցք չուներ, ռիսկ։ Կաներ Արշակ Սրբազանի դեմ ասեր կաթողիկոսը պիտի հեռանա։ Դրա համար դուք Արշակ Սրբազանին բռնել տվի սկզբից։ Հետո նոր որոշեցիք, որ 10 իբր թե փիլոնավորով կարակ գաք Էջմիածին, պահանջեք կաթողիկոսի հրաժարականը, հորդորով հանդես գաք, կաթողիկոսն էլ բերանը փակը պիտի թողնի հեռանա, քանի որ այտենց են որոշե մեր հարյուրավոր, հազարավոր հոգևորականների մեջից ոման 10 հոգի, սխալվում եք։ Արդյունքը տեսակ ինքներդ։ Բա, գիտեք չէ, դուք բացի միջև հոգևորական դառնելը, եղել եք աշխարհիկ մարդիկ։ Վարունգը մի օր ձեռքում մտա, մի օր ուրիշ տեղա։ Աճեց, դե բարի վայելում ձեզ։ Կեցե իմ ազգը, կեցե իմ ժողովուրդը, որ նամուս պատվից չհրաժարվեց եւ ըստ արժանավույն դիմավորեց այն 10 հոգևորականներին, ովքեր լինելով Շուշա կանֆետ, ճճլի կանֆետ է դա, ծծովի կանֆետ, իրանց դրել էին Ռաֆայելոյի տեղ։ Վայելեք։ Կապի մեջ։ Լավ եղեք։ Դե գնացեք վայելեք, այն թուքումուրը, որ դուք կերակ Էջմիածնում։ Հələ ուր եք։ Լավ եղեք։